ինչերից պիտի մարդ սկսի քո օրինակով, որ կարողանա ունենալ կայուն բրենդ։ Գործարանը մտածում է, գնում է ռիսկի ու անում է։ Կան ինչ-որ գրքային կանոններ, որ պետք է դրանց հետևել ու գոնե շատ չշեղվել այդ ճանապարհից։ Կան չէ գրքեր, օրինակ չգիտեմ 1001 բիզնես գաղտնիքներ, հաջողությամբ բանաձևել կոնկրետ, որ բոլորի համար են։ Հա, եթե մարդիկ կան, որ մտածում են այդ գրքերը կարդալով կանան ստեղծեն բիզնես, ես իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, չի դառնա այդ բիզնես։ Լսել եմ մի կարծիք, որ ասում են բիզնեսը սկսելու համար կարևորը գաղափարը առաջին հերթին, ֆինանսը կլինի։ Ամենակարևորը քո գլխում ծագած միտք։ Ողջույն, ես Էրիկն եմ։ Morphocast-ը նոր հաղորդաշար է, որի ընթացքում մենք հանդիպելու, զրուցելու ու քննարկելու ենք տարբեր ոլորտներում հաջողության հասած գործարարների հետ եւ քննարկելու իրական հաջողության պատմություններ։ Մեր այսօրվա առաջին հյուրն է Morpho Group-ի հիմնադիր տնօրեն Հովհաննես Սարգսյանը։ Հովհաննես ջան, ողջույն։ Ինչպե՞ս եք։ Ալեքսանդր ջան, լավ դու։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Մենք միասին համատեղ սկսում ենք նոր ծրագիր, որը Morpho Group-ի համար բավական հետաքրքիր ու կարևոր է։ Դրա համար դու նաև առաջին հյուրն ես մեր, որ կարողանանք հասկանալ, բացահայտել, թե մեզ հետագայում ինչեր է սպասվում։ Արի խոսենք նախ ծրագրի մասին, թե ինչ գաղափար ենք մենք հետապնդում եւ ինչ գործողությունների ինչ հյուրեր ենք ունենալու առհասարակ մեր հաղորդման ընթացքում։ Նախ մեծ մեդիա պլան ունենք ու միասին, որի մեջ նաև էս ոդկաստ ամատնում, ոդկաստ ֆորմատը, որի հիմնական նպատակն է մոտիվացնել այն երիտասարդներին կամ թեկուզ եւ ոչ երիտասարդներին, ովքեր ցանկանում են բիզնես սկսել, ցանկանում են դառնալ գործարար, բայց չգիտեն որտեղից սկսեն, ինչ դժվարություններ կարա լինի, ինչ սխալներ կարան լինեն ու այս մեր հաղորդաշարը, մեր ոդկասթը իր հյուրերով փորձելու է այդ խնդիրները բարձրաձայնի եւ տա լուծումներ։ Այսինքն մենք որևէ ուղղություն կամ ոլորտ չենք վերցնում, այլ մաքսիմալ հետաքրքիր ազատ կարողանում ենք հյուրընկալել տարբեր ոլորտներում հաջողության հասած։ Այո, բոլոր ոլորտներից կաշխատենք ունենանք հյուրեր, որ ցանկացած ոլորտի հետ կապված բարդությունները, դժվարությունները, խնդիրները անցած ուղին կարողանանք բարձրաձայնել։ Շատ լավ, Հովհաննես, մենք հիմա գտնվում ենք մի մակարդակի վրա, որտեղ դուք ղեկավարում եք բավական մեծ ընկերություն, բայց այդ ամեն ինչին հասնելու համար բավական տևական ժամանակ է պահանջվել։ Եկեք մի փոքր հետ գնանք ու հասկանանք, թե որտեղից եք սկսել դուք եւ առհասարակ ոլորտ ինչպես եք մտել ու ձեր առաջին քայլերը որպես գործարար ինչպես եք այացել։ Ինչը ազդեց ձեր մասնագիտական կամ առհասարակ աշխատանքի գործունեության հետաքրքրությունների վրա ու ինչ գործոններ եղան, որ դուք որոշեցիք ամեն դեպքում խորանալ հենց այս աշխատանքում։ Որպես Morpho Group մոտ 5 տարի, բայց ոլորտում արդեն մոտ 10 տարի, 2016 թվականից, եթե չեմ սխալվում, ոլորտի մեջ եմ, այսինքն մեդիա ոլորտի մեջ, սկզբից հիմնեցինք ընկերություն համատեղ ընկերոջս հետ, որը զբաղվում էր նկարահանումներով, պրոֆեսիոնալ նկարահանումներով, գովազդային նկարահանումներ, թե ինչ-որ եւ գովազդային եւ առիթներ, տարբեր նկարահանումներ, եւ դրանից հետո 19-20 թվականին կարծեմ հիմնվեց Morpho Group-ը, գործունեությունը այն ինչ հիմա անում ենք եւ այն ինչից սկսվեց տարբերվում է, չնայած այն ինչից սկսել ենք հիմա էլի անում ենք, սկսվել է IT ոլորտից, այսինքն web կայքեր, ծրագրավորում, հա։ Հետո ժամանակի եւ գործընկերների պահանջով նաեւ ստեղծվեց մարքեթինգային ընկերությունը, որտեղ որ ընկերությունների, որ գործընկերոջ համար, որ պատրաստվում էր կայք, օրինակ, սենց մի բան կա, էլի, մարդիկ ուզում են մի հոգու հետ աշխատեն, մանավանդ եթե այդ մի հոգին
հուսալի է, վստահելի է, ու շատ էր լինում առաջարկներ, որ խիչ եք անում նաև մեր մարքեթինգը, ճիշտ ասած չէինք անում, որովհետև թիմ չկար, այսօր լավ աշխատող, լավ մասնագետ գտնելը դժվար է, բայց ժամանակի ընթացքում ձեռք բերելով իմ կողքին լավ մասնագետներ, կարողացան մտնել նաև մարքեթինգային շուկա ու մատուցեն նաև մարքեթինգային ծառայություններ։ Շատ լավ։ Երբ 5 տարի առաջ պիտի սկսեր Morpho Group-ը որպես այդպեսին իր գործունեությունը։ Արի հասկանանք հենց Morpho-ի օրինակով որպես գործող սկսնակ բիզնես։ Ինչն էր քո համար առաջնային, ինչից պիտի սկսեիր, որ կարողանայիր բրենդ ձևավորել։ Լոգո, լոգոտիպ, արտահայտչականություն գուցե, չգիտեմ, որ բրենդինգի գույն, ինչերից պիտի մարդ սկսի քո օրինակով, որ կարողանա ունենալ կայուն բրենդ, որ 5 տարի հետո ունի բավական շատ վստահելի հաճախորդներ ու ունի կայուն զարգացում։ Արի հասկանանք այստեղից։ Էրջան, եթե խոսենք նրանից, թե SSS կետերը դու պետք է անես, որ հաջողության հասնես, իմ կարծիքով չկա տենց գործարար, որ ինքը այդ սխեմայով է իր բիզնեսը կառուցել։ Այսինքն ինքը հենց սկզբից մտածել է, որ ես պետք է ունենամ այս լոգոտիպը, ես պետք է ունենամ այս, ես պետք է ունենամ այն, չէ, ցանկացած հաջողված բիզնես ինքը ոչ հայերեն բառ օգտագործեմ, սպանտան է լինում։ Այսինքն համապատրաստից մտածում է, գործարարը մտածում է, գնում է ռիսկի ու անում է։ Ինչ որ բան, որը դեռ չգիտի ինչ է, պատկերացում էլ չունի։ Նու պատկերացումները ամեն դեպքում պետք է լինեն ուրա գնալու քո բիզնեսը, որտեվ եթե դու չիմանաս ուրա գնալու քո բիզնեսը, անիմաստ է ստեղծել, այդ մաքսիմում մի քանի ամիս կամ մի տարի է տևելու, բայց այդ հստակ քայլեր, գրքային քայլերով ամեն դեպքում բիզնես չես կառուցի։ Այսինքն եթե մարդիկ կան, որ մտածում են, կան չէ գրքեր, օրինակ չգիտեմ 1001 բիզնես գաղտնիքներ, հաջողության բանաձևեր կոնկրետ, որ բոլորի համար են։ Հա, եթե մարդիկ կան, որ մտածում են այդ գրքերը կարդալով կանան ստեղծեն բիզնես, ես իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, չի դառնա այդ բիզնես։ Ամենակարևորը քո գլխում ծագած միտքն է ու ռիսկի գնալն է։ Շատ լավ, բայց ամեն դեպքում չկան ինչ-որ գրքային կանոններ, որ պետք է դրանց հետևել ու գոնե շատ չշեղվել այդ ճանապարհից, որովհետև ես կարծում եմ, օրինակ նույն օրինակ եթե բերեմ, բրենդինգի մեջ գիտեմ կարևորը գույները ու ամեն դեպքում պիտի փորձես դու քո աուդիտորիային, այսինքն ապագա լսարանին համապատասխան մտածողությանը ճիշտ գույն ընտրել։ Այսինքն ինչ-որ բաներ կա, չէ՞, որ ամեն դեպքում դրանց պետք է ուշադրություն դարձնել կամ գոնե թե վստահել մասնագետի, ով կկարողանա քեզ ճիշտ ուղղորդել։ Այսինքն միայնակ պետք չէ սկսել ամեն դեպքում բիզնեսը։ Պիտի ինչ-որ թիմ ունենալ կամ մարդկանց գոնե թե խորհրդի կարգով հարցնել։ Հա, իրականում կա տենց բան, կան գույներ, որոնք վստահություն են ներշնչում, կան տառատեսակներ, որոնք վստահություն են ներշնչում կամ ագրեսիվ են, ավելի նայած ըստ ոլորտի։ Կան գրքային կանոններ, որոնց տիրապետելով դու կարաս դառնաս շատ ավելի ուժեղ։ Բայց արի մի հատ պարզ օրինակով հասկանանք, Apple-ի օրինակով։ Գնացինք։ Apple-ի լոգոն, խնձորը, ինքը ի սկզբանե այն չէր, ինչը վստահություն կարար ներշնչեր։ Համաձայն եմ։ Ճիշտ է, ժամանակի ընթացքում փոփոխվել է ինքը, ու էլի շատ տենց հայտնի բրենդների լոգոներ, որոնք ուղղակի այդ պահին ստեղծվել են առանց որևէ հետին մտքի, որ այս գույնը օրինակ վստահություն կներշնչի, այս տառատեսակը օրինակ վստահություն կներշնչի, մենք սրանով գրավենք, չէ, բայց իրանք դարել են միջազգային բրենդներ, Համաշխարհային կոնկրետ նշանակության բրենդներ են դարել։ Դրա համար ավելի կարևոր է բիզնեսի քո տեսլականը, քան այդ ամեն ինչը։ Ես չեմ ասում այդ ամեն ինչը կարևոր չի։ Հա, մենք էլ անում ենք բրենդինգ, մենք ստեղծում ենք լոգոներ ու այդ ամեն ինչը պահելով ենք անում։
Այդ քո ասած գրքային կանոնները պահելով ենք ամեն դեպքում անում, փորձ ներդնելով ենք անում, Նաև սեփական փորձի նաև արդեն սեփական, հաջողություններ անում։ այո, բայց ամեն դեպքում Հայաստանում այդ ավելի շատ կարևորություն են տալիս բրենդինգին, քան գաղափարին։ Կամ որակին արտադրանքի շատ հաճախ։ Արի որակը չասեն գաղափարին։ Լիքը մենք ռեստորաններ ունենք, սրճարաններ ունենք Երևանում, գժական բրենդինգ ունեն, շատ լավ բրենդինգ ունեն, բայց մենակ ունեն բրենդինգ։ Այ հենց այդ քո ասած որակի մասով կոնցեպտ ընդհանուր որպես այդպեսին առանձնացող չունի։ Բոլորը նույնն են։ Ուղղակի լավ բրենդավորված։ Դրա համար ամենակարևորը ես նույնիսկ մարքեթինգի գործ վերցնելուց տալիս եմ սենց մի հատ հարց։ Խի պետքա դու գնես քո product-ը կամ խի պետքա դու օգտվես քո ծառայությունից։ Եթե գործարարը չի կարող պատասխանի այս հարցին, անիմաստ է սկսել իր հետ, այսինքն ինքը չունի տեսլականը, ինքը չի պատկերացնում ուր է ինքը գնում, ինչի համար պետքա, եթե դու չես պատկերացնում դու խի պետքա օգտվես քո ծառայությունից կամ product-ից, ինձ ոնց ես համոզելու, որ ես գնեմ կամ օգտվեմ։ Այդ ամենակարևորը իմ կարծիքով, քան բրենդինգը, բայց այն էլ իր տեղն ունի։ Իհարկե, այսինքն մենք պիտի շատ հեռուն գնացող նպատակը հասկանանք ու քայլենք դեպի դա, թե փոքր քայլերով ամեն քայլին մտածենք հաջորդ մեր քայլը որն է, թե պիտի ունենանք մեծ քայլ ու փոքր քայլերով ամեն անգամ մեր խնդիրը դնել լուծելով գնանք հասնենք այն ամենավերջին կետին, որին ուզում ենք հասնենք։ Իհարկե, եթե ժամանակավոր չի այն ինչը որ անում ես, դու պետքա ունենաս շատ մեծ տեսլական։ Այն ոնց որ ասում է ձգտի աստղերին, որ հասնես գոնե լուսնի։ Հա, շատ լավ օրինակ է իրականում։ Այդ պետքա միշտ լինի, այսինքն դու քո առաջիկա տարիները թեկուզ, չգիտեմ, Excel ֆայլի վրա պետքա ունենաս։ Որ քո աչքը տեսնի, դու փորձես անընդհատ դիտես։ Եթե դու չգրես այդ ամեն ինչը, եթե դու թղթի վրա չկարենաս քո տեսլականը թղթի կամ չգիտեմ նույն այդ Excel ֆայլի վրա դու քո ռազմավարությունը չունենաս, դու դրան չես էլ հասնի։ Համաձայն եմ իրական, որ աչքդ անընդհատ տեսնում դու ձգտում ես, որ այդ տեսածդ կարողանաս բավարարել ու կատարել։ Այո, ու մանր քայլերով արդեն կոնկրետ քայլերով հասնես դրան։ Իհարկե, նաև պետքա անել իմպրովիզներ, որովհետև Հայաստանում բիզնեսը այս պահին շատ անկանխատեսելի վիճակում է, դրա համար ցանկացած պահի պետքա կարողանաս անել իմպրովիզներ, այսինքն եթե դու դրել ես հստակ քայլեր, որ պետքա սենց քայլելով գնաս առաջ, չէ, կարա լինի մի պահ, որ այդ սխեմը չաշխատի։ Դու պետքա հա պահի տակ կարողանաս նաև կողմնորոշվել, անել իմպրովիզ ու շարժվել ըստ դրա։ Որտեղ միշտ ֆորս մաժորներ միշտ լինում են, որովհետեւ կերպ պիտի կարողանաս այնց արանքից դուրս։ Չէ, խոսքը չի վերաբերվում ֆորս մաժորային իրավիճակներին, իրականում կան անալիտիկներ, լավ անալիտիկներ, որ այդ ֆորս մաժորներն էլ են կարողանում հաշվարկել, ըստ դրա կառուցել պլան, բայց այդ ոչ միշտ է աշխատում։ Խոսքը չէր վերաբերվում ֆորս մաժորներին, խոսքը վերաբերվում էր անկանխատեսելի բիզնեսի, դու մի հատ ուղի ես բռնում գնում, մեկ էլ հոպ ուղիդ թեքվում է, այդ ուղին թեքվելուն է վերաբերվում, էլի, այսինքն որ ուղիդ թեքվի լավ ոնց ես անելու դու այդ պահին, էլի, իմպրովիզ անես, որ ճիշտ լինի, որ կարողանաս պահուվել։ Այ հենց դրան էր վերաբերվում, որ այդ գրքային գիտելիքներով, հա շատ լավ են այդ գրքային գիտելիքները, ես կողմ եմ մենակ, բայց այդ գրքային գիտելիքներն էլ կարան
որոշակի ռամկաների մեջ տնեն, որ դու այդ պահին այդ չկարողանաս դուրս գաս կամ գոնե քեզ գոյատևես միջով։ Դրանով է տարբերվում փորձառու տարիների սեփական փորձով գործարարը այդ գրքային գործարարից։ Շատ լավ, հով։ Հիմա ասես մի նյութական օրինակ արիր արդ քննարկենք։ Դու ունես շատ լավ գաղափար, օրինակ մորֆոյի օրինակը կարանք վերցնենք պայն, որտեղ դու տեսել ես, որ կա պահանջ։ Լսել եմ մի կարծիք, որ ասում են բիզնեսը սկսելու համար կարևոր է գաղափարը առաջին հերթին, ֆինանսը կլինի։ Ես մի քիչ հարմարացնեմ չեմ այս երևույթի հետ, որովհետև լավ գաղափար անելու համար լավ ֆինանսա նաև պետք, որ կարողանաս այն ինչը դու պատկերացրել ես, ռեալիզացնել իրականության մեջ։ Դու համաձայն ես, որ միայն գաղափարը պետքա բիզնեսը սկսելու համար, թե իրոք ֆինանսը պետքա 21-րդ դարում գոնե թե։ Ես դրա մասին էլի եմ խոսել, որ ամենակարևորը գաղափարն է։ Լավ գաղափարը միշտ ֆինանսավորում կգտնի։ Եթե դու իրոք ունես լավ գաղափար, մտածում ես ինքը հաջողությանը հասնելու, այսօր ցանկացած խելացի գործարար ներդրում կանի լավ պրոյեկտի մեջ։ Եթե դու ունես այդ գաղափարը, մտածում ես, որ կստացվի ինքը, հաստատ ունեմ կստացվի։ Բայց այդ այն չի, որ դու մի օր մի բան ես մտքովդ անցել է, մտածում ես, ասում ես, ոյ, ինչ թույն բան եմ ես մտածել, բայց իրականում ընդհանրապես այդ բան չի էլի, ընդհանրապես թույն բան չէ, ու դրանից այնքան շատ կա ու նույն ձևի այնքան շատ կա, որ չես տապել որևէ կերպ գաղափարը, հա։ Ուղղակի քո մեջ տպավորությունները այսպես բավական շատ են լցվել է դրանով։ Դրա համար գոյություն ունեն նաև մասնագետներ։ Այդ դեպքում կարելի է դիմել մասնագետների, բիզնես վերլուծաբանների, բիզնես խորհրդատուների, իրանք կասեն գաղափարդ իրոք լավն է թե չէ։ Չնայած մարդիկ հիմա վախենում են բոլորին բարձրաձայն են իրանց գաղափարը, մտածում են մտքի գողությունը շատ տարածված է։ Մտքի գողությունը, բայց չէ, ամեն դեպքում եթե մի բան մտածել ես, ռեալ մտածում ես, որ ինքը աշխատող է, ամեն դեպքում ֆինանսավորում կգտնես։ Համաձայն եմ իրականում այս տեսակետի հետ, որովհետև կարծում եմ միայն գաղափարով կամ միայն մեկ մյուսով չի լինի, պիտի երկուսն է ինչ-որ մի կերպ այդպես խաչվել ու այդ խաչմերկում, հենց խաչմերկում ստեղծվի այն բիզնես գաղափարը, որը դու ունես։ Վերադառնանք այն ոլորտ, որի մասին մենք խոսում ենք ու որի մեջ դու մտել ես մոտապես 10 տարի առաջ։ Խոսում ենք մարքեթինգի մասին, որը 21-րդ դարի զարկերակով գնացող մասնագիտությունների ու ոլորտների թոփն է, ասենց ասած։ Մարքեթինգը շատերը չեն գիտակցում, թե ինչ գործիք է ու իր ֆունկցիան որն է առհասարակ, շատերը համարում են, ովքեր չեն գիտակցում, նաև համարում են ավելորդ գումարի կորուստ, համարում են ներդրում, որը գուցե չի տալիս կամ հեռանկարում է տալու իրանց ինչ-որ հետ եկամուտ։ Ինչ է մարքեթինգը ասված առհասարակ, ինչ առավելություն կարա տա ու իրոք մարքեթինգում արված ներդրումը գալիս է հետ բիզնեսին, թե ուղղակի դա համացածում կամ առհասարակ բոլոր հարթակներում ճիշտ ներկանալու մասին է միայն։ Էրջան, եթե խոսեինք մի քանի տարի առաջ, հա, այդ էր։ Եթե խոսում ենք social media marketing-ից, մի քանի տարի առաջ երբ որ խոսեինք, այդ էր։ Այսինքն ներկայանալի, գեղեցիկ ներկայանալի տեսք, բայց հիմա մենակ դրանով չես կարա, որտեվ սոցիալական հարթակները վաճառում են ու լավ են վաճառում, լավագույն վաճառքի հարթակներից են սոցիալական հարթակները։ Այսօր Հայաստանում շուկան շատ աղավաղված է, շատ ընկերություններ կան, շատ անհատներ կան, ովքեր ընդամենը մի ամիս, երկու ամիս դասընթաց են անցնում, ասում են մենք մասնագետ ենք, մի հատ էլ վերջին iPhone-ը վերցնում են, սկսում են նկարահանում անել, Էջ են բացում, գրում են լավագույն մասնագետ, ամեն scroll անելուց Instagram-ում մենք տեսնում ենք ամեն երրորդը գոնե թե նոր SMM մասնագետի հայտարարությունը, կամ դասընթաց կամ արդեն ավարտած մարդ, ով ոլորտ է մտնում նոր ձևաչափ։ Ու
ճիշտ է մեզ չեն խանգարում, որովհետև մեր սեգմենտը դες գտնում է մեր գործընկերները այլ են, բայց ընդհանուր ոլորտի մասին պատկերացումն են փչացնում, որովհետև ամեն դեպքում եթե արդյունք չեն տալիս, ինչ որ բան են ծառայության համար իրանք վճար են վերցնում, բայց դրա դիմաց ոչ մի բան չեն տալիս։ Այդ անիմաստ գումարի վատնում է դառնում գործարարի կողմից։ Ու ոչ թե SMM ոլորտը, այլ որ ասում ես մարքեթինգը շատ մեծ հասկացողություն է, շատ մեծ ճյուղեր ունի։ Կարանք թվարկենք նույն գործարարները կթվարկեն։ Նույն գործարարները այդ մարքեթինգը պատկերացնում են հենց այդ SMM ասվածը ու այն որ աղավաղել էին արդեն այդ ոլորտը, այդ ամբողջին է կպնում։ Միայն SMM-ի աղավաղումը վերաբերում է նաև ամբողջ մարքեթինգին, բոլոր ուղղություններով ու ճյուղերով։ Հա։ Մարքեթինգը արի մարքեթինգի բանից ճյուղերից չխոսեմ, որտեղ դա շատ մասնագիտական է։ Ես կամ մի բան ես մարքեթինգ տոլեկ չեմ, էլի, կամ մի բան ասեմ, մի բան չասեմ, տենց Okay, այսինքն reel making, copywriting, այս ամեն ինչը հա վիզուալ բան մտնում է մարքեթինգի մեջ։ Մենակ SMM-ի մասով ասեցիր։ Հա, այսինքն այդքան մեծ է, որ մտնում է նրա մեջ ամեն ինչ։ Social media marketing-ը մարքեթինգի մի ճյուղն է ընդհանրապես, որի մեջ մտնում է այդ reel making-ը, նու reel making հասկացողությունը այս վերջում է շատ մոդա անգել։ Հա։ Նույն վիդեո արտադրությունն է ինքը, էլի։ Ուղղակի նոր անունով, նոր ֆորմատով, այսինքն եթե մենք նկարում ենք 16:9 ֆորմատի վիդեո, որ հիմա մենք նկարում ենք, reel making-ը, այսինքն Instagram, TikTok ստանդարտը 9:16 ֆորմատով դա անվանվեց reel, իսկ պատրաստողը reel maker, այո։ Շատ լավ, մարքեթինգը հասկացանք իր ընդհանուր կառուցվածքը առհասարակ, ոլորտում իրականում շատ են մարքեթինգային ընկերությունները, ովքեր թե SMM-ով են զբաղվում, թե առհասարակ կազմակերպում են բրենդի առաջ խաղացումը։ Morphon երբ որ ստեղծվում էր, նպատակներից մեկը վստահաբար նա էր, որ տարբերվել ու որակյալ կոնտենտ կարողանալ ստեղծել ու որակապես ավելի լավ առաջ մղել։ Քո խնդիրները որոնք էին, ոնց տարբերվել եւ ունեցած արդեն հաճախորդների հետ ոնց կարողացար սկիզբը դնել Morpho-ի։ Ոնց տարբերվել է հենց այդ որակով ու չխաբելով թե քեզ թե հաճախորդին թե ինձ թե հաճախորդին հա որտեվ խաբեությունը շատ է հենց մեր ոլորտում կամ բոլոր ոլորտներում շատ է այն կլիենտ փախցնել բան կա արտահայտություն կա ճիշտ է ժամանակավոր է այդ ամեն դեպքում 1 ամիս 2-3 ամիս մաքսիմում կարա տևի բայց այդ գլխավոր նպատակներից մեկը հա հենց այն էր որ չխաբել տալ որակ ունենալ լավ թիմ որը ամենաբարդ գործոններից է ու ինձ թվում է ստացվել է ու էլի ստացվում է էլի առաջ են գնում անընդհատ զարգանում է այդ էլ վկայում է նրա մասին որ ստացվում է ամեն դեպքում ու անընդհատ ավելացող ընկերությունները ու գոհունակությունը վստահաբար փաստում է դրա մասին խոսքիդ մեջ մի կարևոր բան ասացիր որը հենց ուզում եմ վերցնեմ ու մեր հաջորդ թեմայի մասը խոսենք դու ասիր կարևորը լավ ու ուժեղ թիմ ունենալը ինչպես ես ընտրում որակով մասնագետներ ու երբ մարդիկ գալիս են ու դու պիտի ընտրես ինչին ես առաջին ուշադրություն դարձնում ու որն է քո առաջին հարցը որ դու տալիս ես մասնագիտական անձնային առհասարակ ինչով ես ընտրում մարդկանց Ջան ամենաթավոտ կետերից է իրականում աշխատող գտնելու հարցը առաջի հարցը չեմ ասի որ տես կոնկրետ հարց կա որ առաջինը այդ հարցն եմ տալիս բայց առաջի բանը ինչին ուշադրություն եմ դարձնում ուշանալն ժամանակին գալ հարցազրույցին որտեվ ինքս ցանկացած տեղ եթե պայմանավորվում եմ ցանկացած հանդիպման եթե պայմանավորվում եմ
կամ մի փոքր շուտ կամ հենց կոնկրետ այդ ժամին տեղում եմ լինում, որտեղ ես հարգում եմ բոլորի ժամանակը։ Առաջի կետը հենց այդ է, որ ուշադրություն եմ դարձնում, շուտ եկավ, ուշ եկավ, որովհետև եթե դու առաջի հանդիպումից, առաջի հարցազրույցից ուշանում ես, դա արդեն խոսում է անպատասխանատվության մասին։ Լավ, արի հաշվի առնենք, որ ապրում ենք Երևանում, կան լիքը խցանումներ, բայց կարելի է, չէ՞, մի փոքր շուտ դուրս գալ։ Որքան ուշանում ես, այդքան շուտ փորձել տնից դուրս գալ ու գոնե ճիշտ ժամանակ։ Կամ լավ, կընդունեմ նաև այն, որ խցանման մեջ կանգնած մի ժամ շուտ, օրինակ, զանգեն կամ գրեն, ասեն, որ մի փոքր կուշանանք, ներողություն եմ խնդրում, մի փոքր կուշանա, որտեվ լինում է, կարա լինի տենց դեպքեր, ամեն դեպքում անկանխատեսելի բաներ կարան լինեն։ Այդ է առաջի բանը, որ ուշադրություն եմ դարձնում, հենց միանգամից ես այդ մարդու հետ չեմ աշխատի։ Ֆիքսում ես միանգամից դեպս այդպեսին կարմիր գիծ։ Իսկ հաճախորդներ ընտրելուց էլ ես դու այդ կարմիր գծերով առաջնորդվում, որ օրինակ ինչ որ հաճախորդ ինչ որ մի արտահայտություն անի կամ ինչ որ պահանջ ներկայացնի, ուրեմն դադարեցնում ես իր հետ համագործակցությունը։ Ոչ թե դադարեցնում եմ, այլ ի սկզբանե խոսելուց առաջի հանդիպումից լիքը ֆակտորներ կան, որ դրա հետ կապված ես ուղղակի կարողա չվերցնեմ այդ գործը։ Օրինակ ասես մի քանի կետ հետաքրքիր ավակ ինչ кейս է ես հանդիպել, որ ասել ես ես մարդու հետ քո մտքի մեջ իհարկե ես մարդու հետ չեմ աշխատի կամ գործ չունենք իրար հետ։ Հենց առաջինը, որ ես վերջի հենց դեպքով տենց պատմեմ էլի, լավ թարմ դեպքով, հա, լավ գործարար, լավ բիզնես, տարիքով մոտ 60 տարեկան մարդ, խոսում ենք իրար, շատ լավ հասկանում ենք, լիքը հարցեր է տալիս, լիքը հարցերի պատասխաններ եմ տալիս, փորձառության մասին ենք խոսում եւ այլ, մոտ 2 ժամ խոսել ենք, իրար հասկացել ենք, ամեն ինչ լավ էր, պետք է սկսենք աշխատել, ու ինձ զանգում է իր տղան երեկոյան, ասում է մի հատ խնդրում եմ կասեք ինչով եք զբաղվում, ինչ եք անում, ասում եմ եղբայր, եթե որոշողը դու էիր, ի սկզբանե ներկա լինեիր, որ այդ ամբողջը իրար հետ քննարկեինք, հիմա կարող է դու երկրորդ եղբայր ունես, որ մի հատ էլ ինքը ցանկություն կհայտնի, ես ամեն մեկի հետ, եթե այդ 2 ժամ ժամանակը ծախսեն, իմ օրը կվերջանա, այդ իմ համար դառավ կարմիր գիծ, որ չեմ աշխատի, որտեվ ոչ թե այն պատճառով, որ մի հատ էլ 2 ժամ ժամանակ ծախսեմ, չէ, հետագայի համար, որ անընդհատ 2 կարծիք է լինելու, մենք աշխատելու ենք եւ հոր հետ, եւ որդու հետ, հա, հայրը կարա, հորը կարա դուր գա մեր արած աշխատանքը, տղային կարա դուր չգա կամ հակառակը։ Կարմիր գծերից մեկը էդ է։ Երկրորդը մարդ, ով իր բիզնեսի տեսլականը չունի։ Ինքը ուղղակի արել է, ստացվել է, բայց որ հարցնում ես, ասում ես ուր է գնում քո բիզնեսը, հələ մի քանի միտք էլ դու տուր։ Հասկանանք ինչ ես ուզում ստանալ։ Ինչ ենք ուր ենք գնալու, միասին ենք գնում, լավ, մենք իդեաներ գեներացնում ենք, մենք խորհուրդներ տալիս ենք, բայց դու որպես քո բիզնեսի սեփականատեր, դու պետք է ունենաս քո տեսլականը։ Այդ դեպքում էլ չեմ աշխատում։ Որ չունեն իրանք գաղափար իրենց բիզնեսի մասին։ Այո։ Ապագայի գոնե ինչ որ կետերի մասին, որ ուզում են հասնել դրանց։ Այո։ Իրականում համաձայն եմ, որովհետև դու օգնող գործառույթ ես կատարում, եթե մարդը չի տիրապետում իր ապագային, ասենց ասած բիզնեսի մասով։ Իսկ օրինակ sense դեպքեր երբ հանդիպել են, երբ օրինակ
բիզնեսի տերը կամ սեփականատերը, գործադիր տնօրենը, չգիտեմ, պահանջել է ինչ-որ բան, որը դու գիտես, որ սխալ է ու պետք չի տարբերակով առաջնորդվել։ Բայց գումարը ինքն է տալիս ու ասել է ես եմ տվողը գումարը, ինչ ուզում եմ դա արեք, ձեզանից դա եմ պահանջում։ Այս դեպքերում ինչ անել, եթե դու գիտես, որ դու սխալ ճանապարհով ես ուղղորդվում գործատուի կողմից, բայց ինքը քո գործատուն է։ Խզել կապերը, շարունակել նույն ձև բացատրել, թե ինչ անել։ Էրջան, երկու տարբերակ կա։ Մեկը իրա տված իդեան ձևափոխել սարքել նենց, որ ինքը դառնա աշխատող մեթոդ, եւ մյուսը, եթե հնարավոր չի տենց անել, ուղղակի դադարեցնել համագործակցությունը կամ չսկսել նույնիսկ որ հետո արդյունք չլինելու պարագայում որ արդյունք չլինելու պարագայում մեղավորը մենք չլինենք ամեն դեպքում միանշանակ համաձայն եմ այս տարբերակի հետ այ խոսքի մեջ հասկացանք թե ինչքան տարբեր մարզայի ու մտածելակերպի մարդկանց հետ ես դու աշխատում արի հասկանանք մի կարևոր բան մենք գնում ենք գործնական հանդիպումների դու որպես գործադիր տնօրեն գնում ես որպեսզի կարողանաս հասկանալ նոր գործատուի խնդիր առաջարկ պահանջ ու ինչ տեսլական ունի ինքը առհասարակ ինչպես պատրաստվել ու գնալ հարցազրույցի, որպեսզի կարողանաս ներկայացնել քո աշխատանքը ու ճիշտ կերպար ստեղծել քո բրենդի համար։ Ներկայանալու համար ինչ է մեզ պետք։ Գուցե հագուստի ընտրություն, գուցե ճիշտ ժամի ընտրություն, գուցե ճանաչում ես քո հյուրի մտածողությունը ու այդ թեմայով ես սկսում զրուցել, որ ամեն ինչը հաղորդակցման մեջ ավելի ճիշտ ու գրագետ լինի։ Էրջան, արի հարցազրույց չասենք, գործնական հանդիպում, հա, գործնական հանդիպման գնալը առաջի պահանջներից մեկը, առաջի կարևոր կետը, ասեցի մի քիչ առաջ, ժամանակին ներկայանալն է։ Հա, իհարկե, հագուստից սկսած պետք է ամեն ինչ ճիշտ լինի։ Չեմ ասում պետք է պարտադիր բրենդային հագուստ գրես։ Կա չէ, sense մի հատ կարծրատիպ, որ ասում են լավ հագնվողը միշտ կարա իմանա քո վրա բրենդային հագուստա թե չէ։ Չկա տենց բան, ես ասում եմ։ Այսօր այնքան շատ է այնքան շատ ու լավն են այդ լյուքս կոփիները, որ ինչքան ուզում ես մասնագետ եղի, մեկը ինչ մասնագետը կարա, չգիտեմ, կտորի որակից օրինակ կարա հասկանա, բայց ամեն դեպքում այն մարդը ով ընդհանրապես մասնագետ չի կամ մասնագիտական ոչ մի հմտություն չունի, հա, սիրուն է, լավն է, կոկիկ է, всё պարտադիր չի այդ բրենդային ասվածը պարտադիր չի կամ կան շատ բրենդներ կան որ շատ մատչելի են ու շատ կոկիկ լավ տեսք կարաս ստանաս ամեն դեպքում լավ կերպարի համար այսինքն որևէ հատուկ միջոցներ անհրաժեշտ չեն հա ոչ թե հատուկ միջոցներ այլ տենց մեծ գումար ծախսել պարտադիր չի որովհետև ներկայանալի ու լավ տեսք կարաս ունենաս ամեն դեպքում նաև փոքրի տապրել հա բյուջեով չգիտեմ կոկիկ սանրվածք որ պարտադիր է ես անձամբ ուշադրություն դարձնում եմ նման բաներին որ իմ դիմացինը կոկիկ սանրվածք ունի կոկիկ հագնված է խոսքն է շատ կարևոր հանդիպումների ժամանակ խոսքդ պետքա լինի հստակ սենց ասեմ չես կարա նախապատրաստվես ու գնաս բիզնես հանդիպման կա չէ որ անընդհատ գլխումդ պտտվում ձևակերպումներ հարցեր ես սենց կպատասխան այդ չաշխատող ու իրականության հետ գրում ես հանդիպում ես չաշխատող սխեմա է բացարձակ չաշխատող սխեմա է էլի կարևոր հմտությունն է իմպրովիզ անելը այդ պահին ինչ հարց քեզ տվեցին ու դու ոնց դրա տակից դուրս եկար հստակ պատասխանով կոնկրետ ու հստակ պատասխանով այսինքն այդ հստակ խոսքն էլ այն չգիտեմ կմկմալ այդ
այդ բերելու է, որ չի ստացվելու ամեն դեպքում համագործակցությունը ու նաև լսելու կարողություն դիմացինին լսելու կարողություն եթե դու գնաս հանդիպման անընդհատ դու խոսես լավ ուզում ես ինչ որ բան վաճառես գնացել ես ինչ որ բան վաճառելու դու վաճառք չես կարող անես ցանկացած ոլորտում ցանկացած դեպքում վաճառք չես կարող անես եթե դու ներկայացնես մենակ քո ծառայությունը կամ product-ը դու պետքա ավելի շատ լսես լսես խնդիրներ ու առաջարկես դրա լուծումը որը կլինի գուցե քո product-ը ոչ թե գուցե այլ քո product-ը հենց այդ խնդիրների լուծումն է դու խոսելու միջոցով խոսքի միջոցով բերում ես նրան որ մարդ սկսում է բարձրաձայնի իր խնդիրները ու դու ոչ թե վաճառք ես անում այլ այդ խնդրի լուծումն ես տալիս ու պիտի այնպես համոզիչ կարողանաս ճիշտ ներկայացնել որ մարդը գիտակցի դրա կարևորությունը այս բaragը շատ լավ մենք անընդհատ քննարկում ենք տարբեր իրավիճակներ ու տարբեր երևույթներ հաջողության բանաձևեր ու ասում ենք թե որն է ճիշտը միշտ առհասարակ սա ենք ֆիքսում բայց շատ մարդիկ հաջողության հասնելու ճանապարհին լիքը ձախողումների են հանդիպում ու նաև շատ հաճախ չեն էլ սիրում խոսել ձախողումների մասին որովհետև չէ հաջողությունը ավելի տենց շահարկային է ավելի գեղեցիկ է հնչում բայց ձախողումներն է որ մարդուն կարողանում են ինչ որ բանի հանգեցնել ունես կյանքումդ ինչ որ փուլ ինչ որ իրավիճակ որտեղ զգացել ես որ հենց այդ ձախողումն է եղել որ քեզ կարողացել է ճիշտ ոլորտում ճիշտ պահին ճիշտ բան հասկացնել ու դու այդտեղից սկսած ինչ որ կոնկրետ կետեր ունեցել ես ու դրանով կարողացել ես առաջնորդվել առաջ գնալ այսինքն ձախողում որը քո մոտ ճակատագրային էր կամ բեկումնային ու քեզ տարավ դեպի ճիշտ ուղի արի հիշենք Էրջան ձախողում չեմ կարող ասեմ բայց հա եղել է կետ որ տեղից է սկսվել ամեն ինչ դա կորոնավիրուս եւ պատերազմ շրջանը որ այն որ ասում էի ընկերություն կար մինչև այդ հիմնած այդ ընկերությունը այդ շրջանում չուներ գործ դե ոչ մեկ չուներ գործ այդ շրջանում բավական ճգնաժամային իրավիճակ էր մթերային խանութներ սնունդ էր աշխատում լիքը ոլորտներ չէին աշխատում ու այդ մերը այդ ոլորտներից մեկն էր ու հենց այդ ժամանակ ես փորձեցի պարապությունից փորձեցի մտնեմ IT-ի մեջ ու այդ դարավ գործ բիզնես ու գնաց դեպի հաջողություն իրավիճակից կարողացար հասկանալ որն է ճիշտ լուծումը ու ընկերությունը ոչ չեմ կարող ասեմ որ տենց հատուկ հասկացա որ այստեղ կարելի է մտնել որտեվ այս զարգանալու է չէ ինքը ստացվեց ուղղակի կամ կարող ենք ասել նաև ռիսկ էր որը ստացավ ռիսկի չէ հենց այդ է որ ես այդ պահին սկիզբը ռիսկի չեմ գնացել ես ինքը շատ փոքր բանից սկսվել է ու արդեն իր հետևանքներով գնացել է դրանից հետո եմ ռիսկի գնացել բայց այդ սկիզբը ինքը իրանով է ստեղծվել այսինքն այդ պարապության հետևանքներ որ մի բան պիտի անենք այդ տարբերակով առաջ գնաց գործ անող մարդը երբեք չի կարողանում երկար ժամանակ հանգիստ նստել իր տեղում եթե գնանք ընկերություն ու փորձենք հասկանալ թիմային միջավայրը դու սիրում ես թիմում լինել որպես ղեկավար թե առաջնորդ ընկեր ով որ նաև կխոսի կշփվի կհասկանա աշխատակցի կարիքների մասին ու այս բaragայում որն է աշխատող տարբերակը տալ որպես ղեկավար առաջադրանք ու հետևել դրա կայացմանը ու կատարմանը թե ամեն դեպքում առաջնորդ ընկեր ով փորձի նաև կողքից հասկանալ գործնականում որն է աշխատող մեխանիզմը Էրջան տարբեր չափի ընկերություններ տարբեր կառավարման մեթոդներ ունեն եթե ընկերությունը փոքր է փոքր ասվածը ինչև 100 աշխատակից խիստ ղեկավար
պատժամիջոցներ եւ այլ այդ իմ կարծիքով այդքան էլ ճիշտ չի այս դեպքում ավելի աշխատող մեթոդա այդ քո ասած առաջնորդ ընկերային տարբերակը այդքան էլ ընկերային չէ բայց ավելի շատ ընտանեկան վիճակ անմիջական այո այդ տարբերակն է աշխատող մեծ ընկերություններում դա ոչ թե չի աշխատում այլ չի էլ կարելի կիրառել մեծ ընկերություններում խոշոր ընկերություններում ամեն դեպքում այդ բոլորի հետ չես էլ կարող պահել ակամայից ինչ որ շերտավորում լինելու պետք է լինեն ես կառավարմամբ եմ զբաղվում մեր ընկերությունում բայց ղեկավարմամբ էլ եմ զբաղվում բայց ունենք նաև ղեկավարներ բաժինների որ իրանք են համակարգում այդ ստորաբաժանումը ղեկավարում անում որտեվ ցանկացած sense բան կա էլի ցանկացած 6 հոգանոց թիմ պետք է ունենա ղեկավար այդ պարտադիր հետաքրքիր տարբերակ է ցանկացած 6 հոգանոց թիմ պետք է ունենա ղեկավար թե չէ այնտեղ կլինի քաոս այսինքն դա այն չափանիշն է այն չափ քանակն է մարդկանց որը պետք է վերահսկվի ասած այն սկզբի գրքային մեթոդիկաներներ բայց ինքը իրականում շատ ճիշտ է ու ինքը շատ աշխատող է իմ անձնական փորձից եմ ասում որտեվ նույնիսկ 5 հոգանոց թիմը եթե չունի ղեկավար լիդեր վերածվում է քաոսի համաձայն եմ կանոնական բան առհասարակ բավական բարդ է ղեկավարել մեծ ընկերություն դրա համար ստորաբաժանումները շատ կարևոր է այն ընկերությունները որոնց հետ դու համագործակցում ես պարբերաբար ու անընդհատ դու նրանց համար տալիս ես ռազմավարություն դու նրանց համար տալիս ես որոշակի գործընթացներ ճիշտ է այսինքն կազմակերպում ես նկարահանում բաղադրյալները կետերը sense փորձենք հասկանալ դու նրանց համար կատարում ես կազմում ես ռազմավարություն տալիս ես նկարահանումներ այդ ամենի դիմաց նրանք տալիս են X գումար վերցնենք դա Եթե օրինակ ինչ-որ X ընկերություն քեզ տալիս է օրինակ 100,000 դրամ գումար, դա բավական սահմանափակ բյուջե է իրականում համացանցում ճիշտ ներկանալու վրա։ Ինչերի վրա արժի ծախսել այդ 100,000 դրամը, որ ինքը կարողանա գոնե որոշակիորեն ներկանալի լինի կամ։ Եթե փորձենք վերցնենք, առաջին ամենակարևոր բանը, որի վրա արժի ներդրում անել բիզնեսում։ Ինչն է, եթե խոսում ենք 100,000 դրամից Չարժի ներդրում կատարել։ Չարժի ընդհանրապես ներդրում կատարել, որտեվ անհավասարաչափ կբաշխվի, այսինքն այս պարագայում։ Իրան ներդրում համարել իմ կարծիքով չի կարելի։ Այսինքն հասել ենք 21-րդ դարում այն կարգի, որ դրա համար պետք է բավական մեծ գումար։ Լավ, արի sense խոսենք։ Բավական մեծ գումար չի ասի, բայց ամեն դեպքում 100,000 դրամ էլ չմանավանդ եթե նոր սկսող բիզնեսից ենք օրինակ խոսում։ Փոքր ընկերություն է, ուզում է առաջ գնա, բայց չգիտի որտեղից, ասում է ես ունեմ 100,000 դրամ։ Եկեք ասեք ինչի վրա սա ծախսել։ Այդ արդեն այն սկզբում որ խոսում էինք կան SMM-շիկներ ասված։ Կարելի է 60,000 դրամով էլ անել իրականում։ Այս պահին շուկայից ինչքան որ ծանոթ եմ արժեքներ, կարելի է 60,000 դրամով էլ անել, բայց կարելի է ուղղակի այդ գումարին գնալ միտեղ լավ հաց ուտել, որտեղ նույնն է ստացվում, այսինքն հանգստանալ թարմ մտքերով գալ շարունակել աշխատել։ Օրինակ, այդ գումարը որ տալիս ես այդ մասնագետին, ով ասում է ես ինչ որ արդյունք կապահով եմ, ամեն դեպքում կամուն ես տալիս այդ։ Որտեղ իրական արդյունք ռեալ չի լինում։ Շատ լավ, ինչքան գումար նախատեսի բիզնեսը իր ներկանալի լինելու վրա, թե վիզուալ առումով, թե առհասարակ որպես բրենդ լինելու համար, ինչքան գումար սկսնակը կարողանա պատրաստի ունենալ ներդրման համար։ Էջան, այս պահին արի թվերից չխոսենք, որտեղ տարբեր են, մոտեցումներն էլ ինդիվիդուալ են, ամեն մեկին հենց այդ է մեր գլխավոր առաքելությունը, որ ամեն մեկին ցուցաբերել ամեն ոլորտին, ամեն բիզնեսին ցուցաբերել ինդիվիդուալ մոտեցում ըստ կարիքների, ըստ պահանջների, ըստ մեծության, հենց որ կոնկրետ ֆիքսված
թվեր, ֆիքսված փաթեթներ, նման բան չունենք։ Այսինքն շատ անհատական ամեն ինչ։ Շատ Ընկերությունը դիմում է անհատական, ձեզ, դուք փորձում եք հասկանալ խնդիր, կարիք ու դրա բավարարման համար ինչքան գումար Դիմում են մեզ նախ փորձում ենք հասկանալ կանենք թե չենք անի, որովհետև ամեն դեպքում ես չեմ վերցնում գործ, ես չեմ սկսում համագործակցություն, որ վստահ չեմ, որ կարամ դրա տակից դուրս գամ։ Այսինքն դուք հոմեջ էլ պիտի իմանաս, որ դու կարողանալու ես տալ արդյունք այն ինչ որ սպասում է Որտեղ հաճախորդ։ կան բիզնեսներ, որ էլի եմ ասում, իրանք ուղղակի այդ պահին ստացվել են կամ ժամանակավոր են։ Շատ կան տես բիզնեսներ, հավատա, որ ժամանակավոր բիզնեսներ են իրանք։ Փոքր կլինեն, մեծ կլինեն, պապայի փողով սարքած ինչ որ մի բան, պապի փողով սարքած ինչ որ մի բան, բայց այդ մարդը ոչ գործարար է, ոչ առաջնորդ է, ոչ ղեկավար է, ամեն դեպքում մի որոշ ժամանակ անց փակվելու է այդ բիզնեսը։ Ու այդ հասկանալով հենց առաջի բանը հետա որ մի հատ ուսումնասիրում ենք, հասկանում ենք, նախ աշխատում ենք թե չենք աշխատում, հետո ոլորտներ կան, որ այդ ոլորտների հետ չենք աշխատում։ Օրինակ, ունենք հստակ կոնկրետ ոլորտներ։ Արի մի հատ ասեմ, էլի, գեղեցկության սրահներ, բարբերշոփեր, այսինքն բարդ է այդ ոլորտի մեջ ներգրավել, թե ինքը անընդհատ փոփոխողա չես կարողանում հասկանալ, որ գիծը վերցնես ու դրանով առաջ գնաս։ Սենց ասեմ։ Մեր ծառայությունների ոչ թե վատն են իրանք, կամ դժվար է իրանց հետ աշխատել, մեր ծառայությունների արժեքը բավականին բարձր է նման ընկերությունների համար։ Ովքեր փոքր գումարներով են կատարում իրենց։ Ու իրանց համար ավելի աշխատող մեթոդ է տեղում ինչ որ բան անել։ Իրանք ստեղծագործ մարդիկ են, ամեն դեպքում կարում են անեն, իրանց կոնտենտը ստեղծեն։ Ու եթե կարում են անեն, խի դրա համար վճարեն։ Ու էլի եմ ասում, փոքր գումարի մասին չի խոսքը։ Շատ դեպքերում մարդիկ չեն էլ պատկերացնում գումարի չափը։ Դրա համար ես այս վերջում իմ պարտքն եմ համարում, ասեմ, որ հարգելիս մի հատ խնդրում եմ հաշվարկ արեք, հասկացեք արդյոք ձեր բիզնեսը այնքան եկամուտ է բերում կամ այնքան շրջանառություն կարա ունենա, որ մեր ծառայությունների արժեքը գովազդային բյուջեն փակի մի հատ էլ ձեզ մի բան մնա։ Որովհետև նեղանում են լիքը մարդիկ, որ ասում եմ չենք աշխատում օրինակ այս ոլորտի հետ, կամ չէ էլի եկեք ուրիշ ընկերության դիմեք, խի օրինակ ասեք մի հատ հասկանանք, խի մեր հետ չեք ուզում աշխատեք, բացատրում եմ, ասում եմ, որ իմ կարծիքով ձեր բիզնեսը այնքան եկամտաբեր չի, որ դուք մի հատ էլ այդքան գումար կամ այնքան աճելու տեղ չունի, որ դուք կարողանաք այդ գումարը վճարեք։ Morpho group-ը ստեղծելիս, Morpho բառը ինչ է նշանակում, խես դա ընտրել որպես քո բրենդի անուն։ Morphon ինքը թիթերի տեսակ է։ Շատ մեծ թիթեր է, նախ իմ իմանալով ամենամեծ թիթերն է ինքը։ Ինչ չափ ունի մոտավորապես եթե տենց ամնում։ Չեմ կարա տենց չափ ասեմ, բայց մեծ թիթեր է։ Ինքը ունի շագանակագույն երանգ։ Թևերը փակած վիճակում շատ գեշ թիթեր է։ Շատ սպառիչ էր պատասխանը։ Երբ որ թևերը բացում է, ինքը ստանում է կապույտ երանգ ու դառնում է ամենասիրուն թիթերը։ Այսինքն գաղափարը այն էր, որ մենք բացում ենք բիզնեսին, ցույց ենք տալիս իր ամենալավ կողմերը ու զարգացնում ենք դրանով։ Որպես ամփոփում հիմա արի մի հարց տամ, որով եւ եզրափակենք մեր զրույցը։ Ասա ինձ 3 չի կարելի երևույթ, որոնց պետք է ուշադրություն դարձնեն բիզնեսները, երբ սկսում են իրենց գործունեությունը։ Առաջին
չի կարելին իմ կարծիքով չի կարելի հանձնվել։ Երկրորդ չի կարելի։ Երկրորդ չի կարելի բոլորի կարծիքը լսել ու հաշվի առնել։ Լսել, բայց անել են ինչ որ դու ես ուզում։ Կամ դու ես ճիշտ գտնում քեզ համար։ Եթե քո գլխում ծնվել է միտք ու մանավանդ քեզ խորհուրդ են տալիս ոչ պրոֆեսիոնալ ու ոչ ոլորտի հետ կապ ունեցող մարդիկ, ավելի լավ է չլսես։ Եվ երրորդ կետը Ոչ թե չի կարելի, այլ պետքա։ Արի երրորդ կետը պետքա գնալ ռիսկի։ գնալ ռիսկի։ Շնորհակալություն Հովհաննես։ Ես եմ շնորհակալ։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել եւ սեղմել զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։